Վերաբացվելով Երևանում Արցախի թեմի ընծա սոցիալ-հոգևոր հոգեբանական կենտրոնի աջակցությունն արցախցիներին շարունակվում է։ Գործընկեր կառույցների հետ համագործակցաբար կենտրոնը թիրախային տարբեր խմբերի համար պարբերաբար նոր նախագծեր է կյանքի կոչում։ Այժմ կենտրոնում սրբադասված բժիշկներ խորագրի ներքո գեղարվեստական ֆիլմեր են ցուցադրվում բժշկական ոլորտը ներկայացնող արցախցիների համար։ Առաջին ֆիլմը ռուս ուղղափառ եկեղեցու սուրբ Ղուկաս Ղրիմեցու մասին էր։ Նա եղել է բժիշկ, ով սովետական հալածանքների տարիներին ստանձնել է հոգևորական դառնալը եւ դառնալով եպիսկոպոս այդ հալածանքները կրել է իր վրա եւ չի ուրացել Քրիստոսին, անգամ աքսորվել է Սիբիր, այնտեղ ենթարկվել հալածանքների, սակայն Քրիստոսին երբեք չուրանալով եւ համատեղել է նաեւ բժշկությունը իր եպիսկոպոսության հետ։ Գուցե շատերի համար նորություն կլինի, որ բժիշկը կարող է սրբադասվել եւ սուրբ լինել իր մասնագիտության մեջ հարատևելով եւ իր մասնագիտությունը Աստծուն ծառայեցնելով։ Ներկաները երախտագիտությամբ հիշեցին հատկապես արցախյան վերջին պատերազմի ժամանակ բժիշկների ցուցաբերած սխրանքների մասին։ Լավ բժիշկը լավ մարդն է, ասում է ապագա բժիշկ Ավետ Մարտիրոսյանը։ Այսպես այդ լավ բժշկի կերպարը որպես թռչնի կերպարով մի ճախրող կերպար է, որի մի թևը որպես ինքը լավ մարդ եւ մյուսն էլ որպես իր գիտելիքներով հզոր մասնագետ։ Այսինքն, եթե այդ երկու թևերով օժտված է տվյալ անձը, ապա կարելի ասել, որ ինքը հաջողել է որպես բժիշկ, իմ կարծիքով։ Կենտրոնում թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններն առաջիկայում կշարունակվեն, իսկ թիրախային այլ խմբերի համար նախատեսված ծրագրերին արցախցիները կարող են ծանոթանալ կենտրոնի Facebook-յան էջից։ Սոնա Խաչատրյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։